Միայն զենքով կա փրկություն։ 1915-ին ցեղասպանության օրերի, շաբաթների և ամիսների ընթացքում մեր նախնիները արտահայտության իրավացիության մեջ համոզվեցին գործնականը։ Վերջին շրջանում Հայաստանում ակտիվորեն շրջանառվում է տեսակետ, ըստ որի եթե մենք հայերս կոպիտ ասած խելոք մնայինք և չդիմեինք ուժային պայքարի միջոցներին, թուրքերն էլ մեզ ցեղասպանելու հիմքեր չէին ունենա։ Իրականում, սակայն, ապացուցվեց ճիշտ հակառակը։ Այն վայրերում, որտեղ հայերը զենք վերցրին, թեկուզ և փոքրաթիվ զոհերով, բայց դեպի Արևելյան Հայաստան նահանջելու հնարավորություն ունեցան։ Վանի հերոսամարտը, Զեյթունի, Կիլիկիայում, Մարաշի, Այնթափի դիմադրության շարժման արդյունքում կարողանում են համշենահայերի որոշ խմբեր տեղափոխվել այսօրվա Ռուսաստանի կամ Աբխազիայի որոշ բնակավայրեր։ Բոլոր այս հերոսամարտերի մասին գոնե ինչ-որ բան շատերը հավանաբար լսած կլինեն։ Ցեղասպանության մանրամասների շուրջ քննարկումների ընթացքում հաճախ է հնչում հետևյալ հարցը. ինչու են հայերի պայքարող ուժերն այդքան սակավաթիվ եղել։ Հիմնականում հայերին տալիս են այսպես երկաթուղիների, երկաթգծերի կառուցման եւ այլնի վրա վերջում բնականաբար նրանց ուղղակի սպանում էին անզեն մարդկանց, ովքեր զորակոչվել էին օսմանյան բանալ։ Այսինքն մինչև ցեղասպանությունը թուրքական իշխանությունները ձեռնամուխ են եղել կռվող ձեռքերի ոչնչացմանը։ Մյուս հարցն է, ինչու հայ բնակչությունը չէր զինվել մինչև 1915-ը։ Իրականում, մինչև երիտթուրքերի իշխանության գալը, հայության մոտ բավականաչափ զինամթերք կար։ Երկրի ղեկին հայտնված երիտթուրքերն էին հայերին առաջարկել որպես կայսրության օրինապաշտ քաղաքացիներ հանձնել զենքերը։ Հայության այդ մի շերտը, որը պայմանական միգուցե անվանենք քաղաքական միամտության կրողներ, սկսեցին հանձնել զենքերը որպես բարի կամքի դրսևորում։ Վերջին տարիներին Հայաստանում շրջանառության մեջ դրված մյուս նարատիվն այն է, որ հայկական քաղաքական ուժերն էին նաև հայերի կոտորածների պատճառը։ Սակայն պատմագրությունը փաստում է հակառակի մասին։ Հայկական քաղաքական ուժերը հետևանքն էին թուրքական ցեղասպան քաղաքականության։ Այսինքն հենց Աբդուլ Համիդի օրոք սկսված ջարդերը ստիպեցին, որպեսզի հայկական քաղաքական ուժեր ձևավորվեն։ Առանց այս կազմակերպությունների ձևավորման ուղղակի հնարավոր չէր լինի այն ինքնապաշտպանական, այսպես փառավոր էջերը, որ մենք ունեցանք այս ամբողջ ողբերգության համապատկերում, նույնիսկ դրանք մենք չէինք կարողանա ունենալ, որովհետև դա պահանջում էր կազմակերպվածություն, քաղաքական հասունություն եւ ամենակարևորը զենքին տիրապետելու արվեստ։ Այսինքն ըստ էության հայությունը դիմադրեց այնտեղ, որտեղ կային զենքի ձեռքբերման կամ արտադրության եւ ինքնապաշտպանության կազմակերպիչներ, իսկ կազմակերպիչները սովորաբար հենց քաղաքական ակտիվ դիրքորոշում ունեցող անձինք էին լինում։ Հիմա շատ են ասում այդ պարագայում ինչպես մի քանի ոստիկան այդքան բազմությանը քշեց ուղակի դերձորի անապատներ։ Պատճառը հենց այն էր, որ կազմակերպող ուժը այլևս չկա։ Նույնիսկ թաղամասերով էին տարբեր։ Մի թաղամասը համաձայնվում էր երիտթուրքերի խոստումներին եւ կամ առանց դիմադրելու գնում էր աքսորի, մյուս թաղամասը դիմադրում էր։ Հայաստանում հատկապես վերջին շրջանում ակտիվացած անուղղակիորեն թելադրվող պսևդոխաղաղասիրական հակամիլիտարիստական նարատիվների շրջանակում պատմական այս իրադարձությունների վերհիշումը առավել քան կարևոր է, քանի որ այսօր մենք կանգնած ենք նույն գոյաբանական մարտահրավերների առջև, ինչ 100 տարի առաջ էր։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։